ձեր ուղերձը արցախցիներին եւ նաեւ ձեր պահանջը կառավարության անդամներին որն է։ Օրինակ ոչ թե միայն արցախցիներին, ամբողջ ազգին ոտքի կայնեք, զարթնեք, պետք չի, ասենք, ամեն ինչով հանձնված իրանց զգան, էլի, հանձնվել ամենասխալ բանն է։ Օրինակ առյուծ ժողովուրդ են, առյուծի պես կրված տղեկ այսօր կատու են դարել, էլի։ Ասենք էլի կատված է, հա, առյուծն ու կատուն, բայց իրանք կատվի նման են իրանց սպանում, էլի, վախեցած, սաղ իրանց Facebook-ներով ու սոցցանցերով հետևում են, կլաս են դնում, բան են անում, բայց դրանով չի, էլի, սահմանափակում, պայքարի ձև կա, ասենք այսօր ինչ իրավունք ունի կառավարությունը հայտարարություն անի, որ Արցախ հետ վերադարձ չկա։ Ես մինչև վերջ մտածում եմ մուշել հետ վերադարձ կա, ես մշեցու թոռ եմ։ Իմ տատս, իմ մամաս մուշը երազելով, լացելով, նեղվելով մահացան։ Այսօր ոնց կարանք մենք հրաժարվենք մեր արմատներից։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախի հարցը փակված է։ Դուք ինչ Ուրեմն միշտ ելք կա։ Ես զինվորական եմ, փոխգնդապետ Պայստազորի, ներկայանամ եկել ԱՅԱՔՎ-ի խորհրդի անդամ եմ, ու այսօրվա դրությամբ չկա մի հատ գործողություն, որ ելք չլինի։ Մենք յուրաքանչյուր, ես մասնակցել եմ պատերազմների, բոլոր պատերազմների մասնակից եմ, չկա ժամանակ, որ ելք չգտնեն, ելք չկա, այդ բառը արդեն թուլամորթի զրույց է, էլի, ես այդպես եմ գնահատում։ Հզոր մարդը միշտ ելք է գտնում, խելացի մարդը միշտ ելք է գտնում։ Եթե չկա ելք տվյալ մարդու օրոք, թող ինքը հրաժարվի, ով որ ելքը գիտի, թող ինքը ելքով իր հանդես գա ու աշխատի։ Ոչ թե տանի կործաման երկիր, անդունդն է տարվում։ Իսկ նախընտրած տեխնացիներ ունեք, ով գտնում եք, որ կարող է գալ եւ Այո, ունենք, քիչ ունենք։ Ավետիք Չալաբյան։ Ինչու՞ չէ, այսօր շատ խելացի պատրաստված երիտասարդ տղա, որ կապ չունի ոչ մի բանի հետ։ Ոչ մեկ չի կարող մի հատ ինչ-որ ավելնորդ բան արտահայտել, որովհետև այդ մարդը թույլ չի տվել ոչ մի բան։ Շնորհակալ եմ։